դեսպանը խոսել է Հայաստանի հետ էներգետիկ գործակցության ընդլայնման մասին, բայց միաժամանակ հիշեցրել Իրանի անվտանգության կարմիր գծերը չեն փոխվել։ Մանրամասները ռեպորտաժում։ Հայաստանի համար տարածաշրջանային էներգետիկ գործակցությունն ավելի շահավետ է, քան արտատարածաշրջանային տեխնոլոգիական կախվածությունը։ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին այդպես արձագանքեց Հայաստանի էներգետիկ անվտանգությանն առնչվող մեր հարցին ու նշեց. մեր երկիրը մեծ շանսեր ունի տարածաշրջանում դառնալու էներգետիկ ոլորտի տրանզիտի յուրահատուկ օղակ։ Հաշվի առնելով, որ Հայաստանին մի կողմից հարևան է Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսկ Իրանը նավթի եւ գազի պաշարով աշխարհում երրորդ երկիրն է, իսկ մյուս կողմից կա Ռուսաստանը, որը եւս այս ոլորտում ազդեցիկ երկրներից մեկն է, կարծում եմ տարածաշրջանում առկա ներուժը բավական է, որպեսզի միմյանց փոխ լրացնելով Հայաստանը վերածենք էներգետիկ ոլորտում տրանզիտի կարևոր օղակի։ Հուլիսի 7-ին Ռուսաստանն էր հայտարարել, որ պատրաստ են Հայաստանում նոր ատոմակայան կառուցել։ Պաշտոնական Երևանը սակայն հայտարարել էր, թե նոր ատոմակայան կառուցելու մի քանի տարբերակներ են քննարկվում, այդ թվում ամերիկյանը։ Իրանի դեսպանը չբացելով փակագծերը նշեց, որ այս ոլորտում Հայաստանն ու Իրանը բանակցում են։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին եւ թրիփի գործարկմանը Շիրղոլամին եւս մեկ անգամ վստահեցրեց. անկախ երաշխիքներից, որոնք Հայաստանի կառավարությունն է տալիս, Իրանն արձագանքելու է, եթե որևէ նախագիծ տարածաշրջանում սպառնա Իրանի սահմաններին ու անվտանգությանը։ Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն եւ դրանք են այս նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին ու ամերիկացիների գործելավոճին, 20 օրը դեռ չի լրացել, որ հուշագիր ենք ստորագրել, բայց այս օրերին քանի խախտման ականատես եղանք։ Ուստի Իրանի լեգիտիմ եւ տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա։ Դեսպանը հավաստիացրեց Հայաստան-Իրան հարաբերությունները կարևոր են իսլամական պետության համար, ըստ նրա Իրանի նահատակված հոգևոր առաջնորդի համար Հայաստանը կարևոր ու յուրահատուկ տեղ է ունեցել, ուստի Իրանը Հայաստանին դիտարկում է ազնիվ հարևան։ Հայաստան-Իրան ռազմավարական փաստաթղթի բովանդակության վրա այս պահին կողմերն աշխատում են, ըստ Խալիլ Շիրղոլամիի այն շուտով պատրաստ կլինի։ Անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականությանը դեսպանը շեշտեց, Միացյալ Նահանգները կրկին խախտել է հրադադարն ու ստորագրված հուշագիրը, ուստի իրենք չեն պատրաստվում զոհ գնալ Միացյալ Նահանգների ոտնձգություններին։ Իսլամական պետության ներկայացուցիչը վստահեցրեց, Իրանը համարժեք է գործելու։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց տվեց, որ իր դեմ պարտադրված ապօրինի պատերազմում երբեք չի հանձնվի։ Մենք այս բանակցություններում եւս չենք հանձնվի։ Դուք Իրանին լավ չեք ճանաչում։ Եթե խախտեք պայմանավորվածությունը, կպատասխանենք։ Իրանի դեսպանատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ դիվանագետն անդրադարձավ նաեւ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություններին, շեշտելով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցել արարողություններին։ Մինչդեռ Իրանը կանար, որ Էրդողանն ու Ալիևը անձամբ ներկա լինեին։ Որպես վերջաբան, դեսպանը հայտարարեց. պատմությունը նրանց քայլը չի մոռանա։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ ներքաղաքական օրակարգում ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ իշխանության եւ հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները։ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ arczepiskopos Սարգսյանը իմ գործընկեր Անի Աբաղյանի հարցինի պատասխան ասել է, որ Հայաստանի իշխանությունը սխալուղու վրա է եւ եկեղեցու հետ իրենց հարաբերություններում։ Նա ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու Հայաստանի Հանրապետության ղեկավարության ցանկությունը համարում է վտանգավոր եւ կործանարար միտում։ Հայ առաքելական եկեղեցին ունի 1700 տարվա պատմություն եւ նման քաղաքականություն չի կարելի վարել նրա նկատմամբ։ Եկեղեցին անկախ կազմակերպություն է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունը երկխոսություն կսկսի եկեղեցու հետ։ Նրանց վարքագիծը բացասաբար է անդրադառնում Սփյուռքի վրա։ Մինչ օրս մենք բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել Հայաստանի ղեկավարության կողմից։ Սկանդալ է եղել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆիրիդրուն Սինիրլիօղլուի մասնակցությամբ։ Նա կարծել է, թե զրուցումը Նիկոլ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է ռուս պրանկերներ Վովանի եւ Լեքսուսի հետ։ Պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից նշել են, որ իբր ակնկալում են աջակցություն ստանալ եւ հույսը դնում են ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա։ Սինիրլիօղլուն էլ ասել է, թե կանի ամեն հնարավոր բան։
Также рассчитываю на позицию ОБСЕ, что вы тоже можете меня поддержать в этом вопросе. Я тоже этим займусь. Кстати, вы можете это сделать? Можете ли вы заменить католикоса? Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը։ ՄԻՊ-ը հիշեցրել է, որ ձերբակալության ընթացքում ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ կիրառել կարելի է միայն այն դեպքում, երբ դա օրինական, անհրաժեշտ եւ համաչափ է։ Ընդ որում յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի առանձին, հաշվի առնելով դրա կոնկրետ հանգամանքները։ Պաշտպանի խոսքով միայն այն փաստը, որ անձը ձերբակալված է, բավարար հիմք չէ նրա նկատմամբ ձեռնաշղթա կամ ֆիզիկական ուժ կիրառելու համար։ Դրա համար պետք են հստակ հիմնավորումներ, օրինակ, եթե կա դիմադրություն, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգ։ Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են ուժ կիրառելով ձերբակալում Գագիկ Ծառուկյանին։ Մինչդեռ ԲՀԿ առաջնորդը ըստ տեսանյութի որևէ դիմադրություն չի ցուցաբերում։ Կուսակցության մամուլի քարտուղար Իվետ Ատոնոյանն է անդրադարձել տեսանյութին եւ դատական գործընթացին։ Այն էնտուզիազմով ըստ երևույթի, որ իրենք խոզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով էլ այդ խայտարակ տեսանյութն էին մոնտաժել, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ հրապարակային հայտարարել է, որ այո, ինքը սպասում է, որ իր նկատմամբ իրավական ու քրեական գործընթացներ են սկսելու, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ անգամ իր մորը զգուշացրել է, երբ գան տունը խոզարկության չան հանգստանա, եթե անգամ իրեն բերման ենթարկեն, քննչական կոմիտեի այսպես սանձազերծ պահվածքի արդյունքում ուղղակի հարձակում են գործում Գագիկ Ծառուկյանի բնակարանի վրա, գետնին են տապալում, ինչ որ շոու են ապահովում, փորձում եք ձեր ուժը ցույց տաք սրանով դուք ձեր ուժը ցույց չեք տալու, եւս մեկ անգամ ընդհանրապես ցույց եք տալիս, որ 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը միանձնյա ձեր 30-ին միաժամանակ կարող էր գետնին պարկեցնել։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը նույնպես անդրադարձել է Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողին։ Իսկանդարյանը շեշտել է, որ բազմաթիվ արցախցի ընտանիքներ տարբեր ծանր ու դժվարին ժամանակներում ստացել են Գագիկ Ծառուկյանի աջակցությունը եւ արցախցիները երբեք չեն մոռանում այն մարդկանց, որոնք ամենադժվար օրերին եղել են իրենց կողքին։ Իրավապահ մարմինների առաքելությունը օրենքի պաշտպանությունն է, ոչ թե քաղաքական կամ անձնական հաշվեհարդարի տպավորություն ստեղծելը։ Այնպիսի տպավորություն է, թե օրենքը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ քաղաքական նպատակների։ Իրավական ցանկացած հարց պետք է ստանա բացառապես իրական գնահատական, անկախ անձից, նրա քաղաքական դիրքերից կամ հասարակական հեղինակությունից։ Օրենքի կիրառումը երբեք չպետք է վերածվի մարդու արժանապատվությանը, նվաստացնող կամ ոտնահարող գործողությունների։ Ուժի ցուցադրմամբ չէ, որ պետությունը ուժեղ է։ Պետությունն ուժեղ է օրենքի գերակայության, արդարադատության եւ մարդու արժանապատվության նկատմամբ ունեցած հարգանքով։ Տեղի ունեցողին անդրադարձել է ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը եւ այն անվանել այլանդակություն։ Ըստ նրա, սա ցույց է տալիս պետության տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։ Տասնյակ ուժայիններով գետնին տապալել 70-ամյա մարդուն իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում եւ պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Սա հիվանդ, բարոյազուրկ եւ թույլ մարդկանց փորձն է, ուժի ցուցադրմամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու։ Արցախը հանձնող անձից եւ քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ։ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներից մեկի անկումը եւ դրա վերաբերյալ Երևանի կենթանաբանական այգու հայտարարությունը, թե էկ առյուծն ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ, ախտահարված են եղել ներքին օրգանները, արձանագրվել են ճարպակալում եւ տարիքային լուրջ փոփոխություններ, քննադատական մեծ ալիք է բարձրացրել։ Մեկնաբանություններում քաղաքացիները կասկածի տակ են դնում ներկայացված պարզաբանումը, հարցնում ինչու քննեցումից առաջ նախապես չեն ճշտել հիվանդությունները, կասկածում անփութության եւ քնաբերի գերդոզավորման համար։ Իսկ մյուսները մատնանշում են կենթանաբանական այգու խնդիրները, գրագետ մասնագետների պակասը եւ պահանջում պատասխանատվություն։ Ինչ տեղորայք են օգտագործել առյուծին քննեցնելու համար, տեղափոխման ինչ պայմաններ են ապահովել եւ ով է պատասխանատու, ռեպորտաժում։
Ամբողջ աշխարհում վայրի բնության մեջ ապրում է ընդամենը 13 սպիտակ առյուծ։ Կենդանաբանական այգիներում եւ մասնավոր հավաքածուներում դրանց ընդհանուր թիվը բաց աղբյուրների գնահատմամբ մոտ 300 է։ Այդ առյուծներից մեկը մինչև վերջերս Հայաստանում էր։ Այն պատկանում էր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին եւ գրանցված էր վայրի կենդանիների ու բույսերի վտանգված տեսակների միջազգային առևտուրը կարգավորող CITES կոնվենցիայի շրջանակում համապատասխան փաստաթղթերով։ Երևի առիթ ունեցել եք Հայաստանում լավագույն թերևս պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են եւ կադրերում երևում են, ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների այսպես արկայությունը։ Ընդհանուր առմամբ աշխարհում պահպանվել է մոտ 27-ից 29 հազար վայրի առյուծ, չհաշված բուծարաններին եւ դրանցից յուրաքանչյուրն արժեքավոր է տեսակի պահպանման տեսանկյունից։ Հայաստանում սպիտակ առյուծի քնեցումից եւ տեղափոխումից հետո չարտնանալու դեպքը լայն հանրային արձագանք է առաջացրել։ Քննարկումների առանցքում մի քանի հարց է. տեղափոխումն անհրաժեշտ էր արդյոք, պահպանվել են անասնաբուժական բոլոր պահանջները եւ ով է պատասխանատվություն կրելու, եթե քննությամբ պարզվի, որ թույլ են տրվել մասնագիտական կամ ընդհանցակարգային խախտումներ։ Հանրային քննարկումների հիմնական հարցերից մեկն էլ վերաբերում է հենց կենդանու քնեցման եւ տեղափոխման ընթացքում կիրառված մեթոդներին։ Հրապարակված նյութերում նշվում է, որ առյուծին քնեցնելու համար կիրառել են զոլետիլ եւ մեդիտին դեղամիջոցների համակցություն։ Զոլետիլ եւ մեդիտինը համակցությունը լիովին անջատում է կենդանու ջերմակարգավորումը, իսկ արև ա եղել, շոկ ա եղել, արևի տակ տապացող բեռնատարի փակ վանդակում իր գրածն եմ ասում, որ մասնագետն է գրել, առյուծի մարմնի ջերմաստիճանը կարճ ժամանակում անցել է 42+ Ցելսիում, ինչը հանգեցրել է ուղեղի կաթվածի եւ ջերմային շոկի։ Կիրառված դեղամիջոցների ազդեցության պայմաններում կենդանու վիճակը պահանջում է մշտական բժշկական վերահսկողություն եւ անհրաժեշտության դեպքում շնչառական աջակցություն։ Մասնագետների խոսքով նման դեպքում արյան մեջ թթվածնի մակարդակը կարող է կտրուկ նվազել եւ առանց համապատասխան սարքավորումների խոշոր գիշատչի տեղափոխումը կարող է լուրջ ռիսկեր առաջացնել։ Նույնիսկ լեզուներ անկած, վիզներ կենդանիների հետ գնացած, աչքերը փակած չէր, հապճեպ գործողություններ են արել եւ ըստ մասնագետների այդ դեղորայքը չէր կարելի նման պայմաններում ներարկել։ Իհարկե պետք է հանգեցներ ցավոք սրտի անկմանը, ինչն էլ մենք տեսանք։ Նարինե Կիրակոսյանը նաև հարցադրում է անում, միջև տեղափոխումը կենդանիները լիարժեք հետազոտվել են արդյոք, ինչպես է հաշվարկվել դեղաչափը եւ տեղափոխման ընթացքում ապահովվել է արդյոք անհրաժեշտ բժշկական հսկողություն։ Երևանի կենդանաբանական այգին ավելի վաղ հայտարարել էր, որ առյուծի մահը կարող էր պայմանավորված լինել կենդանու առողջական վիճակով, սակայն հանրային քննարկումները տեղափոխման ընթացակարգի շուրջ չեն դադարում։ Կենդանաբանական այգու կենդանաբույժը ներկա չի եղել։ Այդ ամեն մեկը այսպես կոչված ժողովրդական լեզվով նարկոզի դեղ իրավունք չունի ներարկել ու հատկապես հազվադեպ կատվազգիների դեպքում, որովհետև իրանց պետք է քաշը, իրենց ուրեմն առողջական իրավիճակը ստուգեին, գոնե 1-2 օր հետևեին, տեսնեին վարքը։ Կիրակոսյանը նաև կասկածի տակ է դնում կենդանաբանական այգու հրապարակած պարզաբանումը։ Նրա խոսքով հանրությանը չեն ներկայացվել կենդանու բժշկական առողջության տվյալները, կիրառված դեղորայքի չափաբաժիններն ու փորձաքննության մանրամասները։ Նա նաև նշում է, որ նման բացառիկ կենդանու դեպքում գործընթացը պետք է առավել թափանցիկ լիներ, իսկ նախկին խնամակալներին, որոնք տարիներ շարունակ զբաղվել են կենդանու խնամքով, պետք է հնարավորություն տրվեր մասնակցելու տեղափոխման գործընթացին։ Յուրաքանչյուր բժիշկի, չեմ ասում կենդանաբուժի, եթե ցույց կտաք, կտեսնեք, որ անգրագետ ձևակերպումներ են, հապճեպ ձևակերպումներ են, բացի դա չկա հավաստիացնող, ուրեմն գրանցամատյանում տվյալներ, չկա դատաբժշկի եզրակացություն, չկա բիոխիմիական եզրակացություն։ Նարինե Կիրակոսյանն անդրադառնում է նաև կենդանիների ծագման վերաբերյալ շրջանառվող պնդումներին։ Նրա պնդմամբ խոսքը որսագողության արդյունքում ձեռք բերված կենդանիների մասին չէ, քանի որ դրանց բուծումն ու պահպանումը կարգավորվում են միջազգային կանոններով։ Իսկ տեղյակ է արդյոք հանրությունը, որ գիտական առումներով հատուկ որսահանդակներ են լինում եւ դա օրենքը չի ուրեմն արգելում, հակառակը, եթե օրինակ առյուծների մասին է խոսքը, բայց այստեղ կենդանի առյուծներին է, այնտեղ որտեղ բուծում են, իսկ Աֆրիկայում տեղեր կան, որոնք ոչ թե բնության գրկում են, այլ բուծարաններում են։ Իրանք կազմակերպում են որսեր առյուծների, որովհետև պրայդում, այսինքն ընտանիքում, պետքա լինի միայն մեկ որս։
Մինչև իրավապահները պարզում են սպիտակ առյուծի անկման հանգամանքները, հարցեր են հնչում նաև տարածքում մնացած մյուս կենդանիների ճակատագրի վերաբերյալ։ Կենդանիների խնամքով զբաղվող անձին կահազանգում են, որ տարածքի սահմանափակումների պատճառով մյուս կենդանիներն ու թռչունները պատշաճ խնամք չեն ստանում։ Նարինե Կիրակոսյանի խոսքով խնդրով արդեն հետաքրքրվել են նաև Երևանի ավականու մի շարք անդամներ եւ չի բացառվում, որ առաջիկայում հարցը լուծում կստանա։ Մեր հաջորդ ռեպորտաժը Հայաստանի մարզերում ծանր պայմանների մասին է։ 11-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել, բայց ընտանիքի պայքարը հիվանդանոցից դուրս գալուց հետո չի ավարտվել։ Անապահով բազմազավակ ընտանիքը հայտնվել է նոր սոցիալական համակարգի փակուղում։ Նախկին արտոնությունները դադարել են գործել, նորերից օգտվել չեն կարողանում։ Մինչ կառավարությունը վստահեցնում է, որ նպատակը մարդկանց նպաստից կախվածությունից ազատելն է, մարզերում բազմաթիվ ընտանիքներ ասում են, որ առանց աշխատանքի ու առանց աջակցության են մնացել։ 11-ամյա երեխան օրեր առաջ ծանր թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել։ Բժիշկները հազիվ են փրկել կյանքը, դուրս գրել տղային, բայց երեխայի հոր Վիգեն Բարսեղյանի համար ամենածանր փորձությունը հետո է սկսվել։ Տարիներ շարունակ Փարոս համակարգից օգտված բազմազավակ ընտանիքը նախորդ մայիսից հիվանդանոցում այլևս անվճար չի սպասարկվում։ Մի կերպ բժիշկներին հալալա իրանք փրկեցին երեխուս։ Ու կանգնեցին, բա պետքա տանեք պասպորտ հանեք երեխեքին, մի տարեկան երեխուն, պասպորտ հանեք, որ իրանք ապահովագրություն ունենան։ Ես չեմ անում, ես ինչ օրենքներ այս ինչեր է կատարում, ես չեմ կարող հասկանամ։ Մի կերպ գոյատևում ենք, այս ամեն ինչն ներկայացած մեր գլխին։ Սոցիալնախարարությունը նախորդ տարի պիլոտային ծրագրով Սյունիքում ու Կոտայքում, իսկ այս հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում անապահովների համար նոր համակարգ է ներդրել, բայց գյուղերում մարդիկ պատշաճ չեն իրազեկվել։ Իմ հեռախոսով պետք է մտնեմ, ես ինքս գրանցել Փարոսը չի օգնում, ասում դու ինքդ պետք է անես, արկել են մեզ։ Ես եմ մտնում եմ, չեմ կարողանում ոչ մի բան, ամսի 2 ծիվեր, չեմ կարող ոչ մի բան անեմ ես։ Սյունիքի Շինուհայր գյուղի բնակիչ Վիգեն Բարսեղյանի բազմանդամ ընտանիքում 3 թոշակառու կա, 3 անչափահաս երեխա։ Իրեն վատ տեսողության պատճառով 3 կիլոգրամից ավելի ծանրություն բարձրացնել չի կարելի։ Ասում է նպաստը դադարեցրել են, որովհետև վարկի երաշխավոր է եղել։ Թեև նախարարությունն արդեն փոխել է այդ կարգավորումը, Վիգենը մինչ օրս չի կարողանում օգտվել նոր համակարգից։ Մինչդեռ նախարարությունում վստահեցնում են, նոր համակարգի վերջնական նպատակը անապահով ընտանիքներին ֆինանսապես աջակցելը չէ, այլ նրանց համար աշխատանք գտնելն ու սոցիալական աջակցությունից կախվածությունը նվազեցնելը։ Ի սկզբանե ընտանիքը, երբ որ դիմում է ներկայացնում անապահովության համակարգին, ի սկզբանե աշխատունակ անդամը միաժամանակ համարում ենք, որ դիմում է ներկայացրել աշխատանք փնտրելու եւ զուգահեռ իր համար աշխատանք են փնտրում կամ զբաղվում են այդ ընտանիքի, կոպիտ ասած, այդ ընտանիքին համակարգից հանելով, այսինքն մեր զբաղվածության մասնագետները միաժամանակ աշխատում են ընտանիքի հետ։ Գյուղերում էլ մարդիկ բախվում են աշխատանք գտնելու խնդրին։ Չկա տրանսպորտ, չկա աշխատավայր ու հնարավորություններ։ Շինուհայր գյուղի բնակիչը բարձրաձայնում է իր ու կողքի գյուղերի բնակիչների խնդիրը։ Դրան գումարվում է նաև իր ընտանիքի հատուկ կարգավիճակը։ Պապաս վատառողջ, ոտը պրոթեզ, օմբեն, օպերացիա արած պրոթեզը, այդ մեկ։ Մամաս ճնշումը բարձանում չի իջնում, ինքը թոշակառու նույնը։ Կարամ թղթերն էլ բերեմ, ներկայացնեմ, ոնց որ պետք է։ Հիվանդանոցից թղթերը հանեմ, արխիվից բերեմ։ Երրորդը ես 3 կիլոից ավել ինձ իրավունք չունեմ ոչ մի բան բարձրացնեմ։ Իմ աչքերի տեսողությունը մինուս ահավոր բարձր, համարյա 43-ը։ 3 կիլոից ավել ինձ իրավունք չունեմ բան բարձրացնեմ։ Համակարգը մինչև հանրապետությունում տարածվելը 1 տարուց ավելի փորձարկվել է միայն աղքատության ցածր մակարդակ ունեցող Կոտայքում եւ Սյունիքում, թե ինչ հիմնավորմամբ անապահովության առնչվող աջակցության ծրագիրը չի փորձարկվել առավել աղքատ մարզերում, օրինակ Շիրակում ու Գեղարքունիքում, նախարարությունը այսպես է հիմնավորում։ Հետաքրքիր էր փորձարկել ասենց տարբեր բնակչության կառուցվածք ունեցող մարզերում եւ ցուցանիշներ ունեցող մարզերում։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության անդամը պնդում է, միայն Սյունիքում նոր համակարգը հանգեցրել է նպաստառուների թվի կտրուկ կրճատման։ Ընդամենը 1 տարում իշխանությունը 869 ընտանիքի կամ նպաստառուների 71%-ին զրկել է ապրուստի նվազագույն միջոցից, թիվը 1219-ից հասցնելով 350-ի։ Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում։
Նախարարության տվյալներով 2026-ի հուլիսի դրությամբ միայն պիլոտային ծրագիրը գործածած մարզերում 3200 ընտանիք դիմել է անապահովության համար, բայց նրանցից ծայրահեղ անապահով են ճանաչվել 1596-ը, մնացած 1522 ընտանիքները, որ ճանաչվել են չափավոր անապահով, որևէ դրամական աջակցություն չեն ստանում, միայն օգտվում են առողջապահական, կրթական, կոմունալ արտոնություններից եւ զբաղվածության ծրագրերից, թե որքան մարդ է ծրագրով աշխատանքի անցել, նախարարությունն ամփոփած տվյալներ չունի։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այժմ լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին։ Հաջողություն։